Տրեդմիլ տեստ հետազոտությունը ըստ էության դա էլեկտրոսրտագրությունն է նույն, որը իրականացվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում, որի իմաստը կայանում է նրանում, որ մենք հայտնաբերում ենք ավելի վաղ փուլերում սրտի իշեմիկ հիվանդությունը, երբ պացիենտը նույնիսկ կարող է դրա մասին տեղյակ չլինել։ Այն ավելի ինֆորմատիվ է, քան հանգստի էլեկտրոսրտագրությունը, եւ պետք է նշեմ, որ նորմալ էլեկտրոսրտագրությունը չի բացառում պացիենտի մոտ սրտի իշեմիկ հիվանդության առկայությունը։ Ինչպես ենք նախապատրաստում պացիենտին տրեդմիլ տեստի։ Նախ մոտավորապես 3 ժամ առաջ արդեն պետք է պացիենտը զերծ մնա սննդի օգտագործումից, պետք է նախապես կատարվի հանգստի էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն, մանրամասն անամնեստիկ տվյալները պետք է մենք ունենանք, եթե անամնեզում արիթմիաներ է նշում պացիենտը, պետք է նաև հոլտեր հետազոտության տվյալներ ունենանք։ Նախապես որոշ դեղորայքներ բացառում ենք, 1-2 օր առաջ դրանք բետա-ադրենալպլակատորներն են, նիտրատներն են, ցանկալի չէ, որ այդ օրը միզամուղներ օգտագործած լինի պացիենտը։ Բժիշկը կարող է հրաժարվել տեստ կատարելուց, եթե այդ պահին պացիենտի մոտ սրտի կծկման հաճախականությունը 110 զարկից բարձր է, զարկերակային ճնշումը 140-90-ից բարձր է։ Ինչպես ենք իրականացնում տեստը։ Պացիենտի կրծքավանդակին փակցվում են հատուկ էլեկտրոդներ, որոնք միացված են լինում համակարգչին, եւ բժիշկը հնարավորություն է ունենում ռեալ ժամանակով վերահսկել էլեկտրոսրտագրությունը եւ անհրաժեշտության դեպքում ընդհատել այն։ Տեստը կատարվում է որոշակի պրոտոկոլներով, ընտրում է բժիշկը կախված պացիենտի ֆիզիկական պատրաստվածության աստիճանից, առկա սիրտանոթային հիվանդություններից, գանգատներից, տարիքից։ Յուրաքանչյուր պրոտոկոլ ունի որոշակի փուլեր, իսկ յուրաքանչյուր փուլ տևում է մոտ 3 րոպե, որի ընթացքում փոխվում է արագությունը եւ վազքուղու անկյունը։ Այսինքն աստիճանաբար ծանրաբեռնվածությունը մեծացնում ենք եւ որի ընթացքում վերահսկում ենք էլեկտրոսրտագրությունը։ Ծանրաբեռնվածության տակ ենք գծում սրտամկանը եւ ռեալ ժամանակով վերահսկում ենք էլեկտրոսրտագրությունը։ Եվ եթե պացիենտի մոտ առկա է սրտի իշեմիկ հիվանդություն, այսինքն կորոնար անոթները աթերոսկլերոտիկ վահանիկներով ախտահարված են, այդ ծանրաբեռնվածության տակ չի հասցնում adekvat արյունամատակարարում տեղի ունենա դեպի սրտամկան եւ պացիենտի մոտ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդությանը բնորոշ ցավ, գանգատներ եւ էլեկտրոսրտագրության վրա մենք նկատում ենք համապատասխան փոփոխություններ, ինչը եւ փնտրում է բժիշկը այդ պահին։ Վերջնական նպատակն է հասնել սրտի կծկման հաճախականության սուբմաքսիմալ ցուցանիշներին, որոնք հաշվարկվում է ինդիվիդուալ ամեն պացիենտի համար հատուկ ֆորմուլայով։ Տրեդմիլ տեստն ունի իր ցուցումները, ում ենք կատարում, ում ենք ցուցում տրեդմիլ տեստ։ Դրանք այն պացիենտներն են, որոնք ունեն սրտի իշեմիկ հիվանդությանը բնորոշ գանգատներ, դրանք են հետկրծոսկրային ցավը, սեղմոցը, կրծքավանդակի շրջանում, հեվոցը, օդի պակասի զգացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում, ինչպես նաև այն պացիենտները, որոնք ունեն ռիսկի գործոններ։ Ռիսկի գործոններն են շաքարային դիաբետի առկայությունը, ճարպակալումները, հիպերխոլեստերինեմիան, զարկերակային գերճնշումը, սննդակարգի ոչ ռացիոնալ օգտագործումը, նստակյաց կյանքը, ինչպես նաև ցուցված է կատարել տրեդմիլ տեստը այն պացիենտներին, որոնց մոտ արդեն իսկ ախտորոշված է սրտի իշեմիկ հիվանդությունը եւ կրած սրտամկանի ինֆարկտով պացիենտներին բուժման էֆեկտիվությունը գնահատելու համար արդեն իսկ առկա շունտերի եւ ստենտերի գործելիությունը գնահատելու նպատակով, ինչպես նաև տրեդմիլ տեստով մենք ցուցումներ ենք տալիս հետագա միջամտությունների վերաբերյալ։ Ցանկացած պահի թեստը կարող է ընդհատել բժիշկը, թեստի ընդհատելու համար կան որոշակի պայմաններ։ Դա եթե մենք արդեն էլեկտրոսրտագրության վրա մեզ բավարարող փոփոխություններ ենք նկատել, պացիենտի մոտ կան համապատասխան գանգատներ, որոնք վկայում են սրտի իշեմիկ հիվանդության մասին, կտրուկ զարկերակային ճնշման բարձրացումները կամ անկումները, որոշակի նյարդաբանական խնդիրների դեպքում, երբ պացիենտի մոտ առաջանում է գլխապտույտ, սրտխառնոց, գունատություն, ցիանոզ։ Հակացուցումներն են սրտամկանի սուր ինֆարկտը, սուր ենթասուր փուլերում, անկայուն ստենոկարդիան, գլխուղեղի անշրջանառության խանգարումները եւս սուր ենթասուր փուլերում, սուր միոկարդիտ, էնդոկարդիտ, պերիկարդիտները, սրտի բնածին եւ ձեռքբերովի արատները, որոնք ընթանում են ներսրտային հեմոդինամիկայի լուրջ խանգարումներով, սրտի աորտայի եւ այլ անոթների անևրիզմատիկ լայնացումները, տրոմբների առկայությունը, բարձր գրադացիայի չվերահսկվող արիթմիաների առկայությունը եւ այլն։
Թեստի ավարտից հետո մոտ 3 րոպե դեռ պացիենտին պահում ենք հսկողության տակ, կատարվում է ճնշաչափումներ եւ էլեկտրոսրտագրության վերահսկում։ Այնուհետեւ նոր ավարտվում է թեստը։ Եվ պետք է նշեմ, դրական տեստի ժամանակ գրեթե միշտ պացիենտին ցուցված է դիագնոստիկ կորոնարոգրաֆիա։